ջրի մասին մտածում են, երբ որ աղբյուրներից համակում են։ Ուրեմն այսօր հիմնականում այսպես բաշխենք մեր ինտերվյուն։ Առաջինը ջրի աղբյուրը, երկրորդը ինչ ձևի activity-ներ լինում են այդ տարածքում, երրորդը խնդիրները, որը կարող են առաջացնել հենց այդ տարածքի համար։ Հայերիս բախտը բերել է։ Մենք ունենք բավականին շատ աղբյուրներ, խմելու ջրի աղբյուրներ, Որ տարածքը դուք կասեք, օրինակ ծանր մետաղներով լի տարածք է։ Ուրեմն այսօր ես Արևիկի հետ եմ, որը ջրային ազգային համագործակցության ղեկավարն է։ Այսօր իմացա, որ ձեր 20-ամյակներ այս վերջերս։ Այո, շնորհակալություն։ Այո, վերջերս մեր կազմակերպության 20-ամյակն էինք նշում, 2005 թվականին ենք ստեղծվել որպես գլոբալ ջրային համագործակցության ներկայացություն Հայաստանում եւ արդեն 20 տարի շարունակ ջրային ոլորտում իրականացնում ենք տարբեր ծրագրեր, աշխատում ենք տարբեր շահառուների հետ, այնպես որ մենք արդեն 20 տարեկան ենք։ 20 տարեկան, վաու։ Շատ շնորհակալ եմ այս համագործակցության համար։ Վստահ եմ այսօր շատ լավ նյութեր ենք խոսելու, որովհետև երկուսից շատ հարազատ թեմա է ջուրը։ Այո։ Ուրեմն այսօր հիմնականում այսպես բաշխենք մեր ինտերվյուն, վերցնենք Հայաստանի մեջ շրջաններ եւ ամեն մի շրջանի մեջ հիմնականում խոսենք 4 կետ։ Առաջինը ջրի աղբյուրը, երկրորդը ինչ ձևի activity-ներ լինում են այդ տարածքում, դա լինի ձկնաբուծարան կամ հանքայնություն եւ այլն։ Երրորդը խնդիրները, որը կարող են առաջացնել հենց այդ տարածքի համար, եւ չորրորդը ջրի կոշտությունը։ Նաև սկսենք ասենք նրանից, որ հիմնականը Հայաստանի ջրի խնդիրներից մեկը հիմնականը կարա լինի ջրի մատակարարում, այսինքն ջրի ճիշտ supply-ը, հա, որտեղ շատ կորուստ ենք ունենում, բայց հիմնվենք ջրի խմելու որակի վրա։ Ասեմ, որ կարելի ասել, որ մեր հայերիս բախտը բերել է, որտեվ մենք ունենք բավականին շատ աղբյուրներ, խմելու ջրի աղբյուրներ, որոնք բավականին մաքուր են, նախնական մաքրում չեն պահանջում, միայն հիմնականում իրականացում են վարակազերծում։ Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ 90%-ից ավել մենք աղբյուրի ջուրն ենք օգտագործում։ Ունենք նաև բնակավայրեր, որտեղ գետի ջուրն ենք օգտագործում, դա ավելի բարդ process է, այսինքն խմելու ջրի համար օգտագործում ենք գետի ջրերը, այսինքն մակերևույթային ջրային ռեսուրս ենք օգտագործում, ոչ թե ստորերկրյա եւ այդտեղ բավականին մեծ աշխատանք է արվում, որպեսզի այդ ջուրը հասցվի խմելու ջրի որակի մակարդակին։ Եվ այդտեղ պիտի ասեմ, որ այդտեղ մեր բնակիչները ավելի են տուժում, քան այն բնակիչները, որոնք աղբյուրի ջուր են խմում։ Այստեղ ներողություն ընդհատելու համար կարևոր հարց ունեմ։ Ուզում եմ իմանալ, եթե այս բաները ինչ ձևի մաքրում են անցնում, նաև եթե կարող եք այսել մի երկու բառով ներկայացնել։ Տեսեք, կոագուլյանտներով իրենք մաքրում են, այսինքն ունեն խմելու ջրի մաքրման կայաններ։ Մենք սովորաբար սովորենք մաքրման կայան ասելով հասկանում ենք կեղտաջրի մաքրման կայան, բայց խմելու ջրի համար մաքրման կայաններ գոյություն ունեն։ Այսինքն այնտեղ կոագուլյանտներ են օգտագործում, քիմիական պրոցեսներ են գնում, ջուրը մաքրվում է եւ հետո արդեն էլի վարակազերծվում է ու հասցվում է խմելու ջրի որակին։ Հայաստանում ունենք, այո, Դիլիջանում ունենք, Դիլիջանը օգտագործում է, Սյունիքում ունենք բնակավայրեր, որտեղ էլի մակերևույթային ջրային ռեսուրսից են խմելու ջուրը մատակարարում ու այդ բաներում վիոլա ջրի սպասարկման տարածքում են իրենք ու այդ ջրի մաքրման կայանները ունենք, այդ ջրի մաքրումը իրականացվում է։ Ու այդտեղ հիմնական դժվարությունն այն է, որ տեսեք, եթե բաց մակերևույթային ջրային աղբյուրը ինքը անձրևներից, եղատարվա եղանակից կախված փոփոխությունների է ենթարկվում, դրա համար այդ process-ը ավելի զգայուն է, ջրի որակը ավելի զգայուն է այդ փոփոխությունների նկատմամբ։ Ստանդարտները հետևելը ամեն անգամ տարբեր է լինում, ավելի երկար աշխատանք է դա։ Իհարկե, հա, ամեն անգամ դու պիտի իմանաս նախնական ջրի որակը, հետո որ տեսնես ոնց պիտի մաքրես ու հասցնես խմելու ջրի որակին։ Տեսեք, աղբյուրների խնդիրը դրանք հիմնականում կապտաժների խնդիրն են։ Այսինքն աղբյուրը ինքը ջուրը մաքուր դուրս է գալիս ու կախված նրանից թե այդ կապտաժը, այսինքն այն կառույցը, որը պիտի այդ ջուրը հավաքի իր մեջ, ինչքան լավ շինարարության արդյունքում է կառուցված, ոնց է կառուցված, ինչքան պաշտպանված է ինքը, կախված դրանից արդեն քո ջրի որակն էլ կարող է փոխվել։
Եվ հիմնականում մենք ունենք այդ վերևները, ունենք կապտաժները, իրանք ունեն իրանք սանիտարական գոտիները, իրանք պահպանված են, պաշտպանված են, փակ են, այնպես որ այդտեղ ոչ մի խնդիր պիտի որ չլինի։ Սրանք նոր են, թե սովետական։ Չէ, սովետական ժամանակներից զբաղվում այդ կապտաժները լավ պահպանված են։ Դե հիմա եթե բազմաթիվ ծրագրեր են անում, նույն Վիոլան էլ ծրագիր է անում, եթե կան կապտաժներ, որոնք ինչ որ ձևով, ասենք, խախտված են կամ վերանորոգման կարիք ունեն, նորից վերանորոգում են իրականացնում։ Իսկ խողովակների մասով տեսեք, հիմա այդ կապտաժը ջուրը լավն է։ Կապտաժից հետո ջուրը գալիս է ուր է լցվում, գալիս են ջրամբարներ են լցվում, օրգովակարգավորիչ ջրամբարներ, այսպես ասենք, որպեսզի դուք մշտական ջուր կարողանաք ապահովել, ինչ որտեղ պիտի ջուրը կուտակեք, որ հետո կարողանաք այդ ջուրը օգտագործեք, որտեղ աղբյուրի ջրատվությունն էլ տարբեր է լինում տարբեր սեզոններին։ Եթե դուք չունենաք այդ ջրամբարը, որտեղ դուք հավաքում եք ջուրը, դուք չեք կարող հուսալի ջրամատակարարում ապահովել։ Այդ կապտաժներն էլ օրվա կարգավորիչ ջրամբարներն էլ այդտեղ խողովակներով գալիս են լցվում են այդ ջրամբարները։ Հիմնականում ջրամբարները բարձրադիր գոտիներում են լինում, որպեսզի ապահովեն ինքնահոս առանց էներգիայի ծախսի, առանց ինքնահոս ձևով ապահովել։ Եւ այստեղից արդեն սկսվում է ջրի աղտոտման երկրորդային աղտոտման process-ը։ Այսինքն կախված նրանից թե այդ օրվա կարգավորիչ ջրամբարը ինչքան վերանորոգված է, ինչ վիճակում է գտնում, ինչքան հաճախ եք դուք դրան մաքրում, որտեղ ինքը ինչքան էլ ուզում է լինի, ջուրը կուտակվում է, այնտեղ նստված առաջանում, այսինքն մաքրելու կարիք է ունենում։ Ու այստեղից սկսած արդեն գնաց։ Խնդիրների մի բազմազան շարքերը։ Մյուս կողմից արդեն գալիս է բաշխիչ ցանցը, որ խողովակներն են, որտեղ մեր խողովակները բավականին հին են, մաշված են, նույնիսկ տեղեր ունենք, որ ազբեստի խողովակներ կան, որ ընդհանրապես ազբեստը վերացել է ու նույնիսկ ազբեստի խողովակները, երբ որ հիմա ծրագրերի շրջանակներում հանում են դու հատուկ ձևով պիտի դրանց տեղափոխես, տեղակայես։ Այդքան ձև ինքը ուշադիր պետք է լինել։ Այո։ Իսկ որ տարածքներում է ներողություն։ Գիտեք ինչ, ամբողջ Հայաստանում դուք կարող եք գտնել այն գյուղական տարածքներում, որտեղ, ասենք, վաղուց այդ բաները, խողովակները մնացել են։ Ու նաև այդ ջրամատակարարման խնդիրներից մեկը այն է, որ մենք ունենք մոտավորապես 600 բնակավայր, որտեղ մասնագիտացված ծառայություն չի մատուցվում։ 600 Մոտ թիվ չի։ Մոտ 600 բնակավայր ունենք, որ չի մասնագիտացված չի այդ ծառայությունը մատուցողը։ Այսինքն համայնքապետարանն է անում, գյուղապետարանն է անում, որոնք ունակություններ չունեն, տեղեկություններ չունեն, հմտություններ չունեն, ֆինանսներ չունեն, սարքավորումներ չունեն։ Իսկ մնացածը արդեն գիտեք, որ հիմա մենակ մի հատ վիոլա ունենք, վիոլա ջուր ունենք, որը ոնց ուզում մեզ մատակարարում է, այսպես ասենք։ Ու այդ խողովակների մաշվածությունն էլ, տեսեք, խողովակների մաշվածությունն էլ արդեն, եթե երկաթի խողովակներն են, այնտեղ արդեն ժանգոտում է գնում, քայքայում է գնում, հետո ունենք, որ ասենք խողովակները ծակ են լինում, այդ եթե անընդհատ ջրամատակարարում կա, դա դեռ այդքան էլ սարսափելի չի, բայց երբ որ ջուրը ասենք անջատվում է, օսմոսա ստեղծվում, այդ հողի մեջից ինչ ասես մտնում է խողովակի մեջ, հետո նոր ջուրը որ նորից ջրամատակարարումը վերականգնվում է, այդ ամեն ինչը գնում է հասնում բնակչին։ Ճիշտ է։ Ինձ թվում է այս դեպքերից է, որ հիմնականում մարդիկ սկսեցին ավելի հասկանալ, թե ջրի մեջ կարող է ինչ-որ բաներ լինել եւ որ կտրումները սկսեցին ավելի շատ լինել եւ առավոտները մարդիկ ջուրը բացում էին, տեսնում էին արդեն աչքով, որովհետեւ ջրի մեջ եթե չենք տեսնում աչքով, չի նշանակում, որ դա մաքուր է։ Իհարկե։ Դա ամենակարևոր բանն է։ Ուրեմն հիմա հասկացանք, որ մեր ջուրը հիմնական շատ մաքուր է, աղբյուրներ ջրամբարների մեջ ինքը գալիս մաքուր է լինում, նայած արդեն ջրամբարից սկսած, այո, ինքը կարող է շահագործում է պահանջում, որպեսզի դու ունենաս խմելու որակի մաքուր ջուր։ Այո, շատ են ասում, ինձ շատ եմ լսել, որ մեր Հայաստանի ջուրը լավն է, ասում եմ, այո, լավն է, բայց
ասենք թե ենթադրենք ամենալավն է աշխարհի մեջ, բա մինչև հասնի մեր մոտ։ Ինքը ինչը երկար ճանապարհ է, չէ՞ գնում մինչև հասնի մեր մոտ։ Դա արդեն շահագործման խնդիրն է, այսինքն մենք շահագործումը պիտի նորմալ շահագործում ապահովի բնակիչների համար։ Տեսեք, մենք օրինակ Գյումրիում, չգիտեմ լսել եք թե չէ, քայրիզներ, դա ստորերկրյա ջուրը սենց խողովակներով հավաքվում, գալիս է Պարսկաստանում է շատ ընդունված, որտեղ իրենք բանը այդ ջուրը հավաքում են կաթիլ ստորերկրյա ջրերից հավաքում են ու ես մի հատ ֆիլմ եմ տեսել, այդ մի հատ հրաշքերել է թե ոնց են իրանք ջրին վերաբերում, որտեղ իրենք քանի որ ջրի պակաս ունեն, այո, ամեն կաթիլը հավաքում են, sense դույլերով, բանով հավաքում են։ Մենք մի քանի տեղ Հայաստանում ունենք այդ համակարգը, նախկինում ունեցել ենք այդպիսի համակարգ, Գյումրիում կա, մեկ էլ, եթե չեմ սխալվում, Սյունիքում էլի տեղ կա, որ էլի այդ համակարգերը կան ու այդ գիտեք ինչ դա նաև պատմական բան է, էլի կարող են տուրիստական պատմական բան կարող են, որտեղ մտնում են այդ քայլիսի մեջ, կարողանում են մտնել, այնտեղ շահագործել եւ այլն, կարող են ցուցադրական ինչ որ միտեղ ունենանք։ Դա շատ լավ է, շատ լավ բան է, իսկ սա կարծում շատ փոքր տոկոս է իրա։ Հա, շատ փոքր է, շատ, հա, այդ նույնիսկ տոկոս 0% ինչ որ մի տոկոս կարող է կազմել, բայց հիմնականում որպես պատմական կուլտուրա կարելի է դա ներկայացնել, որ այդպիսի բաներ ունենք։ Իսկ մյուս մասերը տոկոսը կարծում եմ, որ իրանք հակառակն են անում, ջուրը բացում են, որ սառի։ Այո։ Դրիմ հակառակը։ Գիտեք ինչ, հա, հիմա ջրի խնդիրը գնալով սկսում է լրջանալ, այդպեսի մի հատ չինական ասացված կա, չէ՞, ասում է ջրի մասին մտածում են, երբ որ աղբյուրներից համակում են։ Այո։ Հա, հիմա այս մեր ոչ արդյունավետ օգտագործումը ջրի աղտոտումը եւ ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը պլյուս գումարած դրան կլիմայի փոփոխությունը արդեն ստիպում են մտածել, որ մենք ջրի հետ ինչ որ բան պիտի անենք։ Պիտի ջուրը օգտագործենք ըստ արժանավուն, այսպես ասեմ։ Մեր մոտ էլ հայերիս մոտ բան ունենք, չէ՞, ասում են ջրի գինը, այսինքն ջուրը ոչ մի գին չի ունեցել մեր համար։ Հիմա ես ճիշտն ասած այդ բանը եմ անում, ուրիշ ձև եմ ներկայացնում, որ ջրի գին, այսինքն անգին է։ Դու չես կարող իրան գին դնել։ Շատ սիրուն է, այսքան թանկ է, որ ինքը այնքան թանկ է, որ դու չես կարող գին դնել իրան։ Այո, այո, շատ սիրուն է։ Ես էլ եմ դա օգտագործելու, եթե դեմ չեք լինի։ Չէ։ Ու արդեն պետքա մեր վերաբերմունքն էլ փոխենք, էլի, այդ ջրի նկատմամբ։ Հիմա տեսեք, եկեք բան անենք, Արարատյան մեր դաշտավայրը, որը ամենաքիչ եւ ամենաշատ եւ ամենասակավ ջրային ռեսուրսներն են այնտեղ։ Մենք այնտեղ ունենք հսկայական, ունեինք, կարող եմ ասել, հսկայական ավազան ստորերկրյա, որը մենք տարիների ընթացքում մաշեցինք ու հիմա ամբողջ ավազանը կանգնած է ջրի խնդրի առջև եւ ինչ ենք արել, որ տեսեք, եթե դա երկրին բերած լիներ ինչ որ հսկայական օգուտներ ու երկիրը դրանով զարգացում ու ապրեր, որ հետո կարողանար փոխհատուցել այդ ջուրը, կասեինք բրավո։ Մենք այդ պահին դրա կարիք ունեցել ենք, ուրիշ ռեսուրս չունենք, նավթ չունենք, ունենք այդ ռեսուրսը, մենք դա օգտագործում ենք մեր զարգացման համար, հետո երբ որ հասնում ենք մեր զարգացման գագաթնակետին, մենք ամեն ինչ անում ենք այնտեղ վերականգնելու համար։ Բայց մենք այդ ամեն ինչը տվեցինք մի քանի բիզնեսի, ձկնաբուծության, որոնք հարստացան, մեր ջուրը պակասեց, տեղեր կա, որ արտեզյան ավազանի մակարդակը մինչև 17 մետր իջել է։ Ու հիմա տեսեք, ջուրը վերականգնվող ռեսուրս է, ոչինչ չունեմ ասելու, բայց վերականգնման չափ գոյություն ունի։ Եթե դու օգտագործում ես ավելի շատ, քան այդ տարվա ընթացքում ջուրը կարողանում է վերականգնել, դու անդադ սպառում ես դա։ Չափի զգացումը, երբ որ կորցնում ես,
դու արդեն ջուրն ես կորցնում։ Ճիշտ է։ Այդ արժեքի իմաստն է գալիս, որ չեն գնահատեի սկզբանե եւ հիմա արդեն ինչ որ խնդրի դեմ ենք կանգնել եւ արդեն պետք է դա վերականգնել։ Հիմա շատ լավ օրինակ բերեցիք Արարատյան մարզը, որ ջրի աղբյուրները հիմնականը ստորերկրյա ջրային աղբյուրներն են։ Դրանք էին, որտեղ այնտեղ մակերևութային օգտվում էին դրանից այդտեղ շատրվանող հորեր էին, այսինքն երբ որ բանը խփում էին, ջուրը շատրվանում էր։ Հիմա շատրվանող հոր չկա։ Այդքան ջուր չկա։ Այդքան ջուր չկա, այսինքն մակարդակը իջել է այնքան, որ նույնիսկ ես թե մի ժամանակ ասենք կարող եմ 2 մետրի վրա դու շատրվանող հոր ունենայիր, հիմա 50 մետր էլ իջնում ես, ջուր չկա։ Իսկ դրանք եղել են հենց այդ ձկնաբուծարանների խնդրին։ Այո, առաջի հերթին ձկնաբուծարաններն են ու այդտեղ նաև, տեսեք, այդտեղ նաև այդ ջրի պակասը նաև բերել է գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի։ Այդտեղ բավականին հիմա էլ այդ կան դրենաժներ։ Այնտեղ աղուտ հողեր են։ Եթե գիտեք, Արարատյան դաշտավայրում աղուտ հողեր են։ Նախընթարություն ժամանակին այդ բոլոր հողի տակով դրենաժային համակարգ էր։ Ջուրը վերցնում էին, այդ արտեզյան ավազանի ջուրը լվանում էին հողը։ Աղի ջուրը լցվում էր այդ դրենաժների մեջ, դրենաժներով դուրս էին բերում, հողը դառնում էր օգտագործելի։ Հիմա այդ դրենաժները փակ են, դրենաժները չեն աշխատում, ջուր էլ չունենք, որպեսզի այդքան հսկայական տարածքներ մենք լվանանք, ու այդ ամբողջ տարածքները մնացել են անջրտի, անօգտագործելի, աղուտներ են արդեն, աղուտների են վերածվել։ Այսինքն այդ խնդիրը մենակ ջրի պակասը չի, դա բերում է իր հերթին, ջուրը ամեն ինչի հետ կապված է, դա իր հերթին բերում է հսկայական ցիկլիկ բաների, որ ամեն ինչի վրա ազդում է։ Ճիշտ է։ Իսկ ո՞նց կասեիք դա խմելու ջրի վրա ո՞նց է ազդել։ Բնակավայրեր, որոնք ունեին արտեզյան հորեր խմելու ջրի համար, օգտագործում էին, հիմա չկա տեղ ջուր։ Ու պատկերացրեք հիմա նոր ծրագրեր են անում, Գառնիից ջուրը տանում են, հասցնում են այդտեղ այդ բնակավայրերը, որ մարդիկ ջուր ունենան խմելու։ Իսկ Որակապես դե իրանք երբ որ արտեզյան ջրեր լավ որակ էին։ Հիմա ինչքան իջնում ենք, այնքան ջրի խտությունը մեծանում է ու այդ հանքայնացումն է մեծանում, կոշտությունը մեծանում է ու արդեն նորմայից սկսում է բավականին շեղվել։ Ճիշտ է։ Կասեինք ուրեմն Արարատյան մարզում մենք բավականին շատ բարձր կոշտության շատ բարձր չի, նորմայից ասենք եթե նորմային 7 է, հիմա ունենք 10, նո արդեն դա համարվում է բարձր։ Իհարկե մենք հիմա մեր նորմերն էլ ենք փոխում, բայց չեք կարող ասել էլի թե մարդու օրգանիզմի վրա դեռ ազդեցություն ինչ կունենա, երիկամների վրա կունենա, նույն ատամների վրա հանգիստ կարող է այդ ազդեցությունը զգացվի ու մարդիկ ատամնաշարի խնդիր ունենան, ատամների փչանալու խնդիր ունենան։ Մեզ մոտ իհարկե այդ կապերը դեռ չեն էլ ուսումնասիրում, չի ուսումնասիրվում, ինչ էլ որ անում ենք հիմնականում ծանր մետաղների ազդեցություն ենք ուսումնասիրում, հանքավայրերից եկող այդ բաներին, այդ ծանր մետաղների ազդեցությունն ենք ուսումնասիրում։ Դա ժամանակի ընթացքում մենք կարող ենք ավելի տեսնել ինչ է արվում։ Շատ եմ լսում այս արտահայտությունը, որ ասում են դե մեր ջուրը լավն է, խմեցի, բան չեղավ։ Բայց դա էլ կարևոր է հասկանալ, որ մի օրում դա չի լինի, եթե բակտերիա է կամ այդպես խնդիր չի, մի օրվա մեջ չի որ ազդեցությունը լինի։ Իհարկե, կուտակային ազդեցություն է։ Հետո եկեք նաև բան անենք, որ ոնց ասեմ, ամեն մի օրգանիզմ, երբ որ դու ծնվում ես այդտեղ ու խմում ես, այդ ջուրն ես օգտագործում, քո օրգանիզմը հարմարվում է։ Կարող է ձեզ համար այդ որտեղ դուք ապրում եք, այդ ջուրը խմում եք, ոչ մի բան, ես գալիս եմ խմում եմ, իմ օրգանիզմը սովոր չի դրան ու ինձ հետ ինչ-որ խնդիր է առաջանում։ Ճիշտ է, ճիշտ։ Էդ էլ պիտի հաշվի առնվի, էլի, երբ որ գնահատում ես ազդեցությունը մարդու վրա։ Հա, գիտեմ, հիմա այդպեսի զավեշտալի դեպքեր էլ ունենք, երբ որ կան համայնքներ, այդ որ ասում են, որ բիոլան չի սպասարկում, ծրագրեր ենք արել, որ այդտեղ քլորականներ դնենք։ Գոնե։ Այո։ Այդ քլորականը կառուցում ենք, քլորի սարքերը դնում ենք, ամեն ինչը նորմալ է։ Մի քանի ամիս հետո գնում ենք, ասում են, դե չենք օգտագործում։
Ինչի՞ չեք օգտագործում, ասում են ժողովուրդն ասում է քլորի համագալի։ Վայ։ Իրանք որպես վատ են, չեն սովոր։ Այդ սովոր չեն դրան։ Ու հետո որ գնում ես, ասենք, համայնք խոսում ես, ասում ես, բայց ինչի ձեր առողջության համար բան պապական խմել ենք։ Այ այլի չէ, ոչ մի բան չի։ Հիմա մեզ ինչ պիտի անի այդ։ Էդ էլ բան է, էլի, էդ էլ արդեն մարդկանց գիտակցական մակարդակն ասում եմ, մենք շատ բան ունենք անելու մարդու մենտալիտետի փոփոխելու հետ, սկսած ջրօգտագործման կուլտուրայից, սկսած ջրօգտագործման արդյունավետությունից, սկսած նրանից ջրի խնայողությունից, որակից, այո, նույնիսկ ծրագրեր ենք անում ջուր հիգիենա առողջություն, որ մարդկանց ասես, որ իզուր չի, որ միջազգայինորեն ընդունված նաև hand washing day կա, ձեռքեր լվալու օր, որ մարդկանց սովորացնում են երեխեքին, մենք այդպեսի փարակարում մի հատ առաջ դասարանցիների համար արեցինք, օճառ սրբիչ էինք նվիրել երեխեքին։ Ուրախացել։ Այսինքն այդ մարդկանց մենտալիտետը պիտի փոխվի անպայման։ Շատ լավ, այսպես ամփոփենք մենք Արարատյան մարզի մասով, ինչ կասեք Երևանին։ Երևանը դες սպասարկվում է վիոլաջրի կողմից։ Նախկինում 12 աղբյուրներ սնում էին Երևանը։ Հիմա 11, եթե ճիշտ չեմ սխալվում։ Որտեվ բանը Մասիսի պոմպակայանի աշխատանքը այդ լրացուցիչ է դեռ չեն օգտագործում, այսինքն երբ որ ջրի պակաս են ունենում, նոր այդ Մասիսը էլի Արարատյան դաշտավայրում է ու արտեզյան ջուր է, երբ որ ջրի պակաս է լինում, նոր այդ ժամանակ իրենք դրան լրացուցիչ տալիս են։ Երևանի ջրի որակը ունենք աղբյուրներ, որ շատ լավն են, գիտեք, Ապարանն է, Նազրվանն է, Հրազդանն է, ոչ աղբյուրներ ունենք, որ այդքան էլ համային տեսակետից են դա, ոչ թե ջրի որակի խնդիր ունենք, այլ համի տեսակետից, այսինքն, օրինակ ես գառնիի ջուր չեմ սիրում, որովհետև ոնց որ թորած ջուր լինի, ես սիրում եմ Ապարանի ջուր։ Դա արդեն անհատական է գալիս հետո։ Ահա, բայց բոլորը համապատասխանում են խմելու որակի ջրին, աղբյուրում։ Աղբյուրում, կարևոր կետ։ Այո, աղբյուրում։ Թե այդ հետո բնակչին ոնց է հասնում, ինչ որակի ջուր է հասնում, դա շատ տարբեր է լինում։ Տարբեր է լինում կախված խողովակի որակից, կախված խողովակի մաշվածությունից, շատ հաճախ, երբ շինարարական աշխատանքներ են իրականացնում, խողովակները փոխում են, այդ խողովակները լվացում չի իրականացվում։ Հա, դուք շատ հաճախ կտեսնեք, որ ջուրը բացում եք, ինչ որ սև գույնի ջուր է գալիս, այսինքն այդ խողովակը փոխել են, բայց անբարև խիղճ շինարարը ոնց պիտի անի, ինքը պիտի խողովակը լվա, ինքը պիտի խողովակը քլորաջրով բանանի, լվացում անի, նոր հետո միացնի բնակչին։ Բայց դրա փոխարեն արագ միացնում են, անում են։ Շինարարական կուլտուրա չունենք ընդհանրապես։ Ասեմ ձեզ, հատկապես այդ 2 տարի առաջ Ուլնեցի փողոցից թեքվում էր դեպի Բաբայան փողոց, այդ հատվածը 5 անգամ նոր խողովակ էին արել, 5 անգամ վերանորոգել են։ Ինչի՞։ Որտեղ միտեղ լավ չէին կպցրել, միտեղ ինչ-որ բաներ եղել։ Այդ ամեն անգամ առավոտը գալիս ենք, ինչ-որ միտեղ ջուրեր գալիս, ասում ենք, այսա շինարարը կգա, նորից կփորեն, նորից կանեն, հասկանում եք, այդ շինարարության որակի հսկողություն չունենք։ Այնպիսի տպավորություն է, որ անենք վերջացնենք։ Արագի մեջ։ Արագ անենք, վերջացնենք։ Դա էլ իր խնդիրներ ունի, այնպիսի, այսինքն խնդրից է առաջանում։ Հիմա տեսեք շինարարը ոնց է, մրցույթները ոնց են շահում, ամենաէժան գինը։ Ամենաէժան գնով ամենալավ բանը չես կարող անել։ Ճիշտ է։ Այդտեղից գալիս է։ Մաշվածությունը շատ է։ Էլ եմ ասում, հետո տեղեր կան, որ ասենք այդ ջրի խողովակը գնում է կոյուղու խողովակի կողքով։ Եթե այնտեղ ինչ-որ մի հատ վթար լինի, ու երկու խողովակների մեջ ասենք ինչ-որ երկուսն էլ վնասված կունենան,
հնարավոր է այդ փոխանցումները լինեն։ Այսինքն հնարավոր է ոնց է լինում, որ ասում են խմելու ջրի մեջ բանա կեղտաջուր է լցվել, լինում այդպես Երևանի մեջ։ Երևանում էլ է լինում։ Վաու։ Իսկ Երևանում ի՞նչն է լինում հիմնական activity-ները, որ կարող են ինչ-որ խնդիր առաջացնել ջրի որակին, բացի խողովակներից։ Այնտեղ ուրիշ խնդիր ես չեմ տեսնում, որովհետև քլորացումը արվում, այդ վարակազերծումը արվում է, ու խողովակների խնդիրն է, հիմնականում խողովակի խնդիրն է, որովհետև փակ խողովակներով դու չես կարող ասել օդի աղտոտումը ինչ-որ ձևով ազդում է խմելու ջրի որակի վրա։ Մեկ էլ եթե հանկարծ իրանց այդ բաները, օրվա կարգավորիչ ջրամբարները ինչ-որ վնասվածքներ են ունենում, կարող է տեղեր կան, որ բաց են իրանք, ծածկած չեն, կապտաժները ինչ-որ վնասված են, այսինքն միշտ արտաքին ազդեցություն պիտի լինի, որ աղտոտում իրականացվի, որտեղ բնական աղտոտում չունի ինքը։ Քանի որ աղբյուրները լավն են ասում սկզբանե, ու աղբյուրները spring water, հա, spring water, իսկ մենք artesian groundwater վերցնում ենք Երևանում։ Չէ, ընդհանրապես չունենք, հա։ Իրանք բոլորը աղբյուրի ջրեր են։ Շատ լավ։ Մի հատ հակառակը նայելով, որ տարածքը դուք կասեիք, օրինակ ծանր մետաղներով լի տարածք է։ Սյունիքը։ Եվ Լորին ավելի շատ Ալավերդու այդ կողմերը, որտեղ որ ունենք հանքարդյունաբերություն։ Զանգեզուրի Պղնձամալիդենային, Ախտալան։ Այդ տարածքներում է, որ ամենաշատ մարդիկ հիմնականում որ ազդված են, հա, ջրից, որտեղ դա նաև խմելու ջուր է։ Խմելու ջուր է, իհարկե։ Տեսեք, մակերևութային ջրերի համար մի քիչ ուրիշ է, որտեղ մակերևութային ջուրը ունի ֆոնային աղտոտվածություն։ Այսինքն եթե ինքը խոսում է այն ապարների միջով, որտեղ կան ծանր մետաղներ, ինքը ուզի-չուզի իր մեջ բերում է այդ վերցնում է, բերում է։ Ու դրա համար շատ տեղերում պետք է այդ ֆոնային կոնցենտրացիաները իմանալով հանդերձ աղտոտման քանակը իմանալ, որտեղ կա բան, որ ասենք եթե դու վերցնես առանց իմանալու ֆոնային կոնցենտրացիա ինչ է, դու կարող ես ասես, որ այս ծանր մետաղների քանակը բավականին շատ աղտոտված է, բայց աղտոտված չի, դա այդ ժայռի ապարների միջով խոսելով ձեռք է բերել այդ որակը, ինքը սկզբից ունի, հա, natural որակ է իրանը։ Իսկ ինչ մետաղների մասին եք խոսում ստա։ Հիմնականում կապարն է, ամենավտանգավորն է, մկնդեղն է, վտանգավոր է, ցինկը, ծանր մետաղներ, որ համանք։ Այդ հանքարդյունաբերության տարածքներում, հա, հանքարդյունաբերության տարածքներում ծանր մետաղները։ Բոլորը լինում է, այսինքն չի որոնակ ցինկստեղը, չէ, բոլոր տեղերում, որտեղ կա հանքարդյունաբերություն, ծանր մետաղները առկա են այդտեղ։ Իսկ ազգային ջրային համագործակցությունը վստահ եմ, որ շատ լավ քայլեր է անում, որպեսզի օգնի մենք ավելի լավացնենք ընդհանուր վիճակը ջրի Հայաստանում։ Ինչ որ մի քանի հետաքրքիր պրոյեկտներ կան, որ կարող եք պատմել, ասել, որ դուք ուզում եք, որ դրա մասին մենք ավելի իմանանք, որ մենք է որպես մարդիկ կարողանանք ինչ-որ մի ձևի ձեզ օգնած լինենք։ Տեսեք, ես ամենաառաջի տեղը կդնեի աշխատանքը բնակչության հետ, աշխատանքը երիտասարդների հետ, աշխատանքը դպրոցականների հետ, որպես ամենալավ ընկալողներ։ Առաջի հերթին մարդկանց ջրօգտագործման կուլտուրայի փոփոխությունը։ Մտցնել մարդկանց ուղեղում, որ ջուրը դա անգնահատելի արժեք է։ Ջրի խնայողաբար օգտագործումը, ջրի արդյունավետ օգտագործումը։ Հիմա տեսեք, եթե մենք հաշվարկ ունենայինք, թե 1 լիտր ջուր օգտագործելուց քանի կիլոգրամ ձուկ է աճացնում դրսի երկիրը։ Այո։ Եվ որքան մերը դու կգայիք այն եզրակացության, որ մեզ պետք չի ձգտությունը։ Այսինքն տնտեսական հաշվարկը 1 լիտր ջրի արժեքը արտահայտված ձկով, հացով եւ մնացած բանջարեղենով, ամեն ինչով։ Այո։ Որովհետեւ նույն ջուրը օգտագործելու համար դու պիտի բամբակ էլ կարող ես աճացնել, չէ՞։ Այո։ Բայց քո բամբակի գինը ու ջրի գինը։ Այո։ 1 լիտր ջուր օգտագործել, ինչքան բամբակ կարող ես արտադրել։ Այդ տնտեսական հաշվարկները մենք չունենք, ջուրը մենք միշտ ասել ենք, որ ամենացածր արժեքը հիմա էլ ջրի արժեքը, եթե դուք համեմատեք մեր խմելու ջրի գումար արժեքը, ասենք, բանի հետ, սակագինը համեմատենք այլ երկրների սակագների, տեսնեք, որ այո, շատ ցածր է։ այո։
շատ ցածր է։ Պետք է երևի նաև մեր ծրագրերից այդ ամենալավ ծրագրերն են, որ մենք ուզում ենք անպայման այդ դպրոցներ մտնել, խոսել, ասել, ինչ գիտենք ասենք, որ իրենք էլ իմանան։ Եվ մեր հիմնական աշխատանքը ուզում ենք, որ որոշում կայացնողների հետ աշխատենք։ Դա մի քիչ ավելի դժվար է, երկարաժամկետ է, բայց ես կասեմ, որ արդյունք տալիս է։ Եթե հետևողական լինես, չասես չթևաթափվես, որտեվ շատ դժվար է, որտեվ միշտ չի որ քեզ հասկանում են, միշտ չի որ քեզ լսում են, միշտ չի որ քեզ ընդունում են, բայց եթե դու հետևողական ես ու եթե դու պրոֆեսիոնալ ես, այսինքն դու գիտակ ես դրան, գալիս է ժամանակ, որ իրոք լսում են քեզ։ Ճիշտ է։ Եվ դա արվում է ոչ թե միայն իրանց համար, այլ սա մեր երկրի համար։ Երկրի համար։ Ես ասենք ամեն ինչ նպատակ չունեմ կոնկրետ ինչ որ մի հատ որոշում կայացնողի վրա ազդելու, այլ ընդհանուր քաղաքականության վրա ազդելու, որը կբերի քո երկրի զարգացմանը։ Եվ վերջ-վերջո բոլորիս աշխատանքը ճիշտ ասած, այս մեր վերջի հանդիպման ժամանակ այդ 20-ամյակին ունենք նախարարություններից հրավերվածներ, մեր գործընկերներից, իրենք էլ էին բան անում, ես շատ այսպես գնահատում էի իրանց գնահատականը, որովհետև իրանք քեզ ներկայանում են ասում ոչ թե որպես ՀԿ-ներ, որտեղ ՀԿ-ները մի քիչ ուրիշ ձև են, այլ որպես պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք աշխատում են հասարակական կազմակերպությունում։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն սկսենք հասկանալ ամենաառաջինը, որ մեզանից է սկսվում ամեն ինչը, դա լինի մեր մտածմունքը, թե մենք ոնց ենք նայում ջրին, ոնց ենք հասկանում եւ այսօր իմացանք, որ դա անգին է։ Եվ մեր չափով, մեր մասշտաբով փորձենք մենք ինչ-որ դեպի։ Այո, ամեն մեկս պիտի աշխատենք։ Ամեն մեկս պիտի աշխատենք, ինչ որ քայլ անենք։ Այո, փոքր քայլեր։ Հիմա եթե ես իմանամ, որ դպրոց գնալուց հետո 3 աշակերտ ինչ որ մի հատ բան ստացել է ու ինքը իր վարքագծի մեջ փոփոխություն ա արել, դա հաղթանակ է։ Շատ լավ։ Շատ լավ Արևիկ ջան, շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, շատ ուրախ եմ ես էլ շատ հաճելի էր։ Նմանապես, մերսի շատ։